Բարև ձեզ, ուղիղ հեռարձակման իր աշխատանքն է սկսում մեդիա կենտրոնը եւ այսօրվա քննարկման թեման է պայմանական վաղաժամկետ ազատման նոր կարգավորումներ, ինչ է փոխվելու։ Ներկայացնեմ մեր բանախոսներին քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի սոցիալական, հոգեբանական եւ իրավական աշխատանքների բաժնի պետ Ցողիկ Ալեքսանյան եւ իրավական նախաձեռնությունների կենտրոն հասարակական կազմակերպության նախագահ Նարէ Հովհաննիսյան, նախ շնորհակալություն մեր հրավերին արձագանքելու համար։ Մայիսի 5-ին ազգային ժողովում Արդարադատության նախարարն առաջին ընթերցմամբ ներկայացրեց քրեական օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին եւ քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենսդրական փաթեթը։ Խնդրեմ Տիկին Ալեքսանյան անդրադառնաք, թե որն է առաջարկվող փոփոխությունների հիմնական նպատակը, նախամեցեք։ Ողջույն, շնորհակալություն եմ հայտնում հրավերի համար, ինչպես արդեն նշեցիք, քննարկվել է եւ ներկայացվել է համապատասխան օրենսգրքերում, քրեական եւ քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ իրականացնելու առաջարկները։ Առաջարկները բխում են արկա պրակտիկ փորձից եւ արդեն ժամանակի հրամայականից, եթե կարելի է այսպես ասել, քանի որ արկա իրավակարգավորումները, որոնք վերաբերում են պայմանական վաղաժամկետ ազատման գործընթացին, այլևս լրիվությամբ համահունչ չեն արկա իրավիճակին եւ այն զարգացումներին եւ այն փոփոխություններին, որոնք կատարվել են ինչպես պետության կողմից մշակված այս հարցի վերաբերյալ քաղաքականության շրջանակներում, այնպես էլ այդ նպատակով իրականացված գործընթացների հետ։ Հիմնական առաջարկները եւ փոփոխությունները, որոնք նախատեսվում է իրականացնել, ընդհանուր առմամբ կարող ենք բաժանել երկու խմբի՝ բովանդակային եւ ընթացակարգային փոփոխություններ։ Կսկսեմ բովանդակային փոփոխություններից։ Առաջարկվում է քրեական օրենսգրքում իրականացնել հետեւյալ փոփոխությունը վերաբերելի պատժից պայմանական վաղաժամկետ ազատմանը։ Փոփոխության առաջարկը կայանում է նրանում, որպեսզի Երևի տեղյակ եք, կամ ավելի ճիշտ կլինի, որպեսզի ես ներկայացնեմ, ներկայում նախատեսված է քրեական օրենսգրքով, որ դատարանի կողմից դատապարտյալին պայմանական վաղաժամկետ ազատման վերաբերյալ որոշում կայացնելիս հաշվի է առնվում երկու կարևորագույն գործոն՝ նոր հանցանք կատարելու հավանականությունը եւ պատշաճ վարքագիծը։ Առաջարկվող փոփոխության էությունը կայանում է նրանում, որպեսզի դատապարտյալի կողմից քաղաքացիական հայցի, այսինքն հանցանքի արդյունքում հասցված վնասի հատուցումը չդիտարկվի որպես նոր հանցանքի հավանականության չափորոշիչ, այլ դիտարկվի որպես պատշաճ վարքագիծ։ Ինչից է բխում տվյալ փոփոխության առաջարկը, քանի որ հաշվի չի առնվում այն օբյեկտիվ իրականությունը եւ դատապարտյալին տրվող այն իրական հնարավորությունները, որ քրեակատարողական հիմնարկում գտնվելու ընթացքում դատապարտյալները սահմանափակված լինելով տարածական եւ մյուս բոլոր իմաստներով չեն կարողանում իրապես ունենալ այնպիսի աշխատանք, որի արկայության պայմաններում հնարավորություն կունենան վճարել իրենց կողմից կատարված հանցագործության պատճառված վնասը։ Իհարկե այս առաջարկը ընդհանրապես չի հակասում սոցիալական արդարության երևույթին, քանի որ առաջարկով նախատեսվում է, որ եթե դատարանը կայացնում է որոշում, անկախ քաղաքացի հատուցած լինելու հանգամանքից դատապարտյալին տալ հնարավորություն արդեն օրինակ պրոբացիայի ծառայության վերահսկողության ներքո իրականացնել իր վերաինտեգրման եւ վերասոցիալականացման հետագա գործընթացները, կարող է դատապարտյալի վրա դատարանի կողմից դրվել պարտավորություն, օրինակ ֆիքսված ժամանակահատվածում մարել հենց քաղաքացիական հայցը։ Սա ընդհակառակը բխում է ավելի շատ սոցիալական արդարության նպատակներից եւ պատժի մյուս բոլոր նպատակներից, քանի որ արդեն ազատության մեջ գտնվելու պայմաններում դատապարտյալը ավելի շատ կունենա հնարավորություն գտնել աշխատանք եւ այնպիսի աշխատանք, որը կվարձատրվի բավականաչափ, որպեսզի կարողանա քաղաքացիը մարել։ Իհարկե, սա չի նշանակում, որ քրեակատարողական ծառայությունը, արդարադատության նախարարությունը հետ քայլ են անում աշխատանքներով ապահովելու
ուղղությամբ, քանի որ դա մեր ռազմավարական կարևորագույն կետերից մեկն է, մենք փորձում ենք ինչպես հաստիկներ ավելացնել, աշխատատեղեր ստեղծել դատապարտյալների համար, բայց ամեն դեպքում առկա իրավիճակը այնպիսին է, որ կարիք կա հաշվի առնել այն օբյեկտիվ իրականությունը, որ քրեակատարողական հիմնարկի պայմաններում օբյեկտիվորեն ապահոված չէ դատապարտյալին այնպիսի աշխատանքով ապահովելը, որը նրան կընձեռնի այդ հնարավորությունը, ուստի դատարանի կողմից դա չպետք է գնահատվի միայն այդ գործոնի բացակայությունը որպես ոչ պատշաճ վարքագիծ։ Մանրամասներին դեռ կանդրադառնանք, Տիկին Հովհաննիսյան, դուք լսեցիք Տիկին Ալեքսանյանին, ձեր կարծիքով քրեակատարողական հիմնարկները ունեն բավարար գործիքակազմ ռիսկերի գնահատման համար եւ այն ամենի, ինչ նշեց Տիկին Ալեքսանյանը։ Նախ շնորհակալություն քննարկումը նախաձեռնելու համար։ Իրականում պիտի նշեմ, որ եւ օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ քննարկումներին եւ ընդհանրապես պայմանական վաղաժամկետ ընթացակարգում նախատեսվող փոփոխությունների վերաբերյալ քննարկումներին մշտապես մասնակցել եմ եւ նաեւ արտահայտել եմ իմ դիրքորոշումը եւ վերջին փոփոխությունների վերաբերյալ իմ դիրքորոշումը եղել է դրական այն առումով, որ վերջապես համակարգը փորձ է կատարում դուրս գալ այդ միավորներով գնահատման մոդելից եւ որդեգրել հիբրիդային մոդել, այսինքն երբ կա միավորներով գնահատման տարբերակը, բայց միևնույն ժամանակ կարևոր ուշադրություն է դարձվում նաև ազատազրկված անձանց հետ, մասնավորապես պայմանական վաղաժամկետ ազատման ներկայացվող դատապարտյալների հետ համապատասխան մասնագիտական աշխատանքի կատարմանը եւ համապատասխան մասնագիտական եզրակացությունների ներկայացմանը։ Դա բավականին կարևոր քայլ է ձևական բնույթից, այսպես ասած, դուրս գալու այդ գնահատման համակարգի եւ շեշտադրումը դնելու ավելի բովանդակային աշխատանքի վրա։ Սակայն ինչպես քննարկման ժամանակ, ինչպես նաև կազմակերպության կողմից ներկայացված գրավոր առաջարկությունների մեջ, այնպես էլ հիմա իմ հիմնական մտահոգությունը կախված է հենց ձեր հնչեցրած հարցի բնույթի հետ, այն որ համակարգին պետք է պատրաստել կատարելու այդ բովանդակային գնահատումը եւ այս առումով հիմնական առաջարկությունը վերաբերում է բնականաբար մասնագիտական հաստիկների համալրմանը, դրանք կարող են լինել ինչպես հոգեբանները, այնպես էլ սոցիալական աշխատողները, իրավաբանները, այնպես էլ այդ մասնագետների մասնագիտական պատրաստվածության բարձրացմանը եւ այստեղ ես բավականին կարեւորում եմ նաեւ այլ մասնագիտական ստորաբաժանումների պատասխանատվության, այսպես ասած, գիտակցումը դատապարտյալին քրեակատարողական հիմնարկից դուրս կյանքին նախապատրաստելու հարցում, որովհետեւ երբեմն նաեւ իմ աշխատանքային առնչության արդյունքում այնպիսի տպավորություն է ձևավորվում, որ վերասոցիալականացումը կարծես թե վերապահվում է միայն սոցիալական, հոգեբանական եւ իրավական աշխատանքների բաժիններին, բայց բավականին կարեւոր է, որ այս դիտարկումը ընդունվի որպես առաջարկություն եւ այն մասնագիտական ստորաբաժանումները, որոնք օրինակ պատասխանատու են պահպանության համար, ուղեկցումների համար, անվտանգության համար, այսինքն յուրաքանչյուրը, այսինքն այստեղ նաեւ եթե դուրս գանք, մասնագիտական ստորաբաժանում նաև հաջորդ, այսպես ասած, բովանդակային մոտեցումը համակարգին այնպեսին պետք է լինի, որ յուրաքանչյուր ծառայող եւ աշխատակից դա դիտարկի որպես իր պարտականություն, իր պատասխանատվություն, որովհետեւ եթե որևէ հարցում այսպես ասած շրջանակը այս օղակը կտրվում է, ապա բնականաբար ձախողվում է դատապարտյալին, ընդհանրապես ազատազրկված անձին հասարակության մեջ կյանքի նախապատրաստվելու այդ ամբողջ կոնցեպտը։ Ինչ վերաբերում է ռիսկերի եւ կարիքների գնահատմանը, այստեղ բնականաբար դարձյալ պիտի գամ նախորդ առաջարկին, այն որ պետք է այդ մասնագիտական հաստիկները համալրված լինեն, որովհետև օրինակ եթե ամենածանրաբեռնված հիմնարկներից մեկի օրինակով փորձենք խոսել, ամենևին նպատակ չունենալով թիրախավորել որևէ քրեակատարողական հիմնարկ, ներկայումս դա արմավիր քրեակատարողական հիմնարկն է։ Օրինակ իմ օբյեկտիվ մտահոգությունը հետևյալն է, անձանց որոշակի մուտքի պարագայում արդյոք նման թվով մասնագետները, այդ թիվը կարող է լինել 1, 2, լավագույն դեպքում 3, արդյոք այդ մասնագիտական ներուժը
որոշը բավարարում է նախատեսված ժամկետում, օրինակ 24 ժամում այդ գնահատումը կատարելու համար։ Եթե մենք այս հարցում թերություն ունենք եւ բնականաբար օբյեկտիվ հիմնավորումների պատճառով կամ որևէ այլ պարագայում այդ գնահատումը բաց է թողնվում, բնականաբար դա հետագայում կարող է շատ ավելի, այսպես ասած, հետևանքներ ունենալ ամբողջ նաև մարդու ճակատագրի վրա։ Սա որպես օբյեկտիվ մտահոգություն այն առումով, որ անկալվի որպես առաջարկություն եւ նաև ջանքերը ուղղվեն այդ եթե իրականում մենք ունենք այդ խնդիրները շտկելու վրա եւ նաև ռիսկերի գնահատման հետ կապված մեկ դարձյալ առաջարկության տեսքով երևի փաթեթավորեմ իմ մտահոգությունը։ Տեսեք, եթե ռիսկերի եւ կարիքների գնահատման արդյունքում դուրս է բերվում դատապարտյալի վերաբերյալ որևէ իրավիճակ, համակարգը ամբողջությամբ պետք է պատրաստ լինի այդ իրավիճակին արձագանքելու համար։ Ընդունենք մենք բացահայտել ենք որևէ X ռիսկ, ինչ աշխատանք ենք տանում այդ ռիսկը նվազեցնելու համար։ Բացահայտել ենք որևէ կարիք, ունենք ամբողջ ծավալով հասանելի ծրագրեր այդ կարիքը բավարարելու համար։ Այսինքն միանշանակ դրական գնահատելով պայմանական վաղաժամկետ, ազատման համակարգում, նաև համակարգի կողմից այդ միտումը անցնելու հիբրիդային գնահատման, միևնույն ժամանակ կարծում եմ, որ կարևոր է այս խնդիրների վրա նաև ուշադրությունը սևեռել, ամենևին նպատակ չունենալով մերկապարանոց քննադատություն հնչեցնել, այլ դրանք դիտարկել որպես առաջիկայում նախատեսվելիք բովանդակային փոփոխությունների վերաբերյալ առաջարկություններ։ Շնորհակալություն, իհարկե ամենակարևոր հարցը Տիկին Ալեքսեյանն է, թե որքանով է համակարգը պատրաստ սրան, խոսում ենք վերասոցիալականացման մասին, այսօր քրեակատարողական հիմնարկներում իրականում կա բավարար ենթակառուցված կրթական, հոգեբանական եւ սոցիալական աշխատանքի տեսանկյունից, վերջերս մեր տաղավարում հենց քրեակատարողական հիմնարկների հասարակական դիտորդական խմբի ներկայացուցիչներն են եւ նրանք մարդկանց իրավունքների այնպիսի խախտումներից էին խոսում քրեակատարողական հիմնարկներում, որ սա այս առաջարկող փոփոխությունը պայմանական վաղաժամկետ ազատման նոր կարգավորումը մեծ շքեղություն է թվում այն փոքրիկ անգամ առողջության, կրթության իրավունքի խախտումների դեպքում, որոնք կան մեր ԿԿՀ-ներում։ Փորձեմ անդրադառնալ ինչպես Տիկին Հովհաննիսյանի առաջարկներին, այնպես էլ հնչեցված հարցին, նախ նշեմ, որ նախորդ իմ խոսքում ես ավելի շատ կենտրոնացա օրենսդրական առաջարկվող փոփոխությունների վրա եւ ընդհանուր գաղափարախոսությունը նոր հայեցակարգի մի փոքր ավելի թերի մնաց իմ խոսքում, նշեմ, որ ինչպես արդեն նշեց Տիկին Հովհաննիսյանը, նաեւ հիբրիդային նոր մոդել է առաջարկվում, որի պայմաններում ապա շարունակելու են ինչպես բանալային գնահատումը պահպանվել, այնպես էլ տրվելու են մասնագիտական կարծիքի վրա հիմնավորված եզրահանգումներ։ Նախ ուզում եմ նշել, որ նոր հայեցակարգի մշակման ընթացքում քրեակատարողական ծառայության արդարադատության նախարարության կողմից նախաձեռնվել են քննարկումներ շահագրգիռ կողմերի մարմինների հետ, դատախազության, մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչների, ինչպես նաև քաղաքասարակության եւ բաց հանրային քննարկում արդեն իսկ դրվել է, որի շրջանակներում էլ, ինչպես նշվեց, ներկայացվել է նոր հայեցակարգը։ Նոր հայեցակարգի հիմնական գաղափարախոսությունը կայանում է նրանում, որ դատապարտյալին պայմանական վաղաժամկետ ազատման ներկայացնելու process-ը սկսելու է առաջին իսկ օրվանից, երբ որ դատապարտյալը արդեն ստանում է այդ կարգավիճակը, մուտք է գործում քրեակատարողական հիմնարկ, նրա հետ օրենքով սահմանված ժամկետներում պետք է իրականացվի ռիսկերի եւ կարիքների գնահատում։ Ուզում եմ նշել, որ այս գործիքակազմը արդեն իսկ ներդրված է բոլոր քրեակատարողական հիմնարկներում, մեր միջազգային գործընկերների, մասնավորապես Եվրոպայի խորհրդի հետ աջակցությամբ այդ գործիքակազմը ներդրվել է։ Ներկայում էլի նույն գործընկերների հետ համագործակցությամբ 3 քրեակատարողական հիմնարկում արդեն իսկ իրականացվել է վերասոցիալականացման անհատական ծրագրի պիլոտավորման գործընթացը, ինչը ենթադրում է, որ մինչև պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտի նոր հայեցակարգի ներդրմանը նախորդելու է վերասոցիալականացման անհատական ծրագրեր կազմելու եւ
եւ դրանցով առաջնորդվելու նոր ոնց որ մոտեցման ներդրումը։ Ուզում եմ նշել այն մտահոգությունը, որ վերահսկողականացման գործընթացում որպես մաս իրենց պետք է զգան քրեակատարական հիմնարկի բոլոր պատասխանատու ստորաբաժանումները, ապա այս մասով եւս հիմնական բեռը նաեւ պատժից պայմանական վաղաժամկետ ազատման գործընթացում դրվելու է վերահսկողականացման գնահատման հանձնաժողովների վրա, ինչի հետ կապված առաջարկներում օրենսդրական փաթեթների ներկայացվել է նաեւ որպեսզի փոփոխության ենթարկվի քրեակատարողական օրենսգրքի հանձնաժողովի գործունեությանը վերաբերելի կետերը, որպեսզի այս կերպ հանձնաժողովի ձևական ծանրաբեռնվածությունը հնարավորինս մինիմալիզացվի եւ հանձնաժողովը հնարավորություն ունենա առավել կենտրոնանալ հենց դատապարտյալի վերահսկողականացման գործընթացի վրա։ Ուզում եմ նշել նաև, որ հաշվի առնելով հաստիկների խնդիրը, քրեակատարողական ծառայությունը մշտապես նախաձեռնում է գործուն քայլեր թափուր հաստիկները համալրելու համար։ Սոցիալական, հոգեբանական եւ իրավական աշխատանքների բաժնում հաստիկները երևի թե տեղյակ է քաղաքացիական ծառայության հաստիկներն, ինչը փոքրինչ դժվարացնում է այդ հաստիկները համալրելու գործընթացը, սակայն ծառայությունը հաշվի առնելով դժվարությունները փորձել է գտնել այլընտրանքային լուծում եւ մենք պարբերաբար պայմանագրային հիմունքներով ընդունում ենք մասնագետներ աշխատանքի, օրինակ Արմավիրի մասին, քանի որ խոսվեց այս պահին մենք բացի 3 համալրված հաստիկներից, օրինակ հոգեբանների, ունենք 2 պայմանագրային հոգեբաններ եւ մշտապես փորձում ենք պայմանագրային հիմունքներով մասնագետներին աշխատանքի վերցնելու ընթացակարգով այս բացը լրացնել, բացի դրանից այսպես տեղային լուծումների հույսին չմնալու նպատակով քրեակատարողական ծառայությունը արդարադատության նախարարություն է ներկայացրել սոցիալ-հոգեբանական իրավական աշխատանքների բաժնի կառուցվածքային փոփոխություններ իրականացնելու առաջարկ, արդարադատության նախարարությունը եւս շահագրգռված եւ հետաքրքրված է այս խնդրով եւ ներկայում այս նախագծերը քննարկման փուլում են գտնվում։ Ուզում եմ նաև նշել հաշվի առնելով մտահոգությունը քրեակատարողական հիմնարկների պատրաստ լինելու, նախ ուզում եմ նշել, որ նոր հիբրիդային մոդելը գնահատման նոր համակարգը հնարավորություն է տալու ապահովել քրեակատարողական օրենսգրքով սահմանված պիտանելիության եւ համարժեքության սկզբունքները, այսինքն բոլոր այն ձևական մասնակցությունները, որը մենք շատ հաճախ ներկայում տեսնում ենք, բացառվելու է։ Ես կբերեմ մի օրինակ չափորոշիչներից կրթական ծրագրերին մասնակցելու հանգամանքը գնահատվելու է միայն այն պարագայում, երբ որ դատապարտյալի մոտ գնահատվել է այդպիսի կարիք։ Եթե դատապարտյալը ունեցել է կրթության այն մակարդակը, որ իր մոտ կրթությունը շարունակելու կամ լրացնելու կարիք չի գնահատվել, ապա այս համատեքստում նրա վարքը գնահատման ենթակա չէ։ Իհարկե, եթե նա ազատազրկման վայրում ցանկություն կունենա մասնակցել կրթական ծրագրերի, դա որպես լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի դատարանին, բայց այս համատեքստում նրա վարքի դինամիկան կգնահատվի միայն կարիքի դեպքում։ Անդրադառնալով ծրագրերին քրեակատարողական հիմնարկներում վերահսկողականացմանը միտված, նախ ուզում եմ նշել, որ վերջին տարիներին մենք էական աճ ունենք միջոցառումների իրականացման, բացի միջոցառումների քանակական ավելացումից մենք նաև փորձում ենք ներդնել հենց մասնագիտահեն ծրագրեր, օրինակ մենք վերջերս մեր պրոբացիայի ծառայության, իրավական կրթության եւ վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն ՊՕԱԿ-ի հետ եռակողմ համագործակցությամբ իրականացրել ենք մի ծրագիր, որի շրջանակներում պրոբացիայի ծառայության համապատասխան մասնագետները որպես փորձագետ, ովքեր նախկինում անցել են համապատասխան վերապատրաստում, իրականացրել են հենց քրեակատարողական հիմնարկների համապատասխան մասնագետների բռնի վարքի կանխարգելման եւ հաղթահարման ծրագրով վերապատրաստում եւ ներկայում ծառայության կողմից համապատասխան հանձնարարականի շրջանակներում քրեակատարողական հիմնարկներում մասնագետները արդեն իսկ իրականացնում են, այսինքն մենք նմանատիպ քայլերով փորձում ենք նաեւ ինստիտուցիոնալացնել նաև ծրագրերի իրականացումը, այսինքն ներդնում ենք կայուն ծրագրեր, որոնք այս կամ այն կարիքի դուրս վերման դեպքում պարտադիր են լինելու դատապարտյալի մասնակցության համար։
Երևի թե այսքանով փորձեմ արձագանքել ձեր հարցերին։ Շնորհակալություն, Տիկին Հովհաննիսյան, ինչ եք կարծում, նախագիծը կարող է նպաստել քրեակատարողական հիմնարկների գեշ ծանրաբեռնվածության նվազեցմանը։ Տեսեք, գերծանրաբեռնվածության նվազեցմանը այստեղ բավականին կարևոր է, որպեսզի որևէ մեխանիզմ մեխանիկորեն չկիրառվի։ Այսինքն, տեսեք, պրակտիկայում մենք որոշ դեպքերում ականատես ենք լինում իրավիճակների, երբ որևէ նոր կարգավորման, ընդունման պարագայում կարծես թե մեխանիկորեն սկսում են այդ մեխանիզմը կիրառել, բայց այս դեպքում բավականին կարևոր է, որ պայմանական վաղաժամկետ ազատումը, որի վերջնական, այսպես ասած, որոշումը կայացվում է դատարանների կողմից, չլինի մեխանիկորեն, այսինքն քրեակատարողական հիմնարկների ծանրաբեռնվածության թոթափումը լինի իսկապես բովանդակային գործընթաց եւ հիմնված լինի դատապարտյալի վարքագծի գնահատման մեխանիզմի վրա, եւ այս առումով բնականաբար բավականին կարևոր է ինչպես քրեակատարողական ծառայության մասնակցությունը, այնպես բնականաբար դատախազության մասնակցությունը, դատական համակարգի մասնակցությունը, որովհետև երբեմն նաև դատապարտյալների կողմից հնչում են մտահոգություններ առ այն, որ իրենց հետ քրեակատարողական հիմնարկներում աշխատում են, իրենք մասնակցում են ծրագրերի, բայց երբեմն պայմանական վաղաժամկետ ազատման գործընթացում դատախազության կողմից հնչում է թերահավատություն իրենց վերասոցիալականացված լինելու գործընթացի վերաբերյալ, կամ երբեմն նաև իրենք որոշակի տարաձայնություններ են ունենում դատարանի կողմից կայացված որոշման վրա, իհարկե այստեղ այդ գործընթացը իրավական առումով հնարավոր է մշտապես բողոքարկել եւ նաև որոշակի ժամկետների պահպանման պարագայում նորից դիտել պայմանական վաղաժամկետ ազատման, բայց կարևոր է որպեսզի քրեական արդարադատության բոլոր մարմինները լինեն նույն տրամաբանության մեջ եւ նաև իմ բանավոր խոսքում ես մշտապես այն կարծիքն եմ հնչեցնում, որ քրեակատարողական, այսինքն ազատազրկված անձանց վերասոցիալականացումը չի կարող լինել միայն արդարադատության նախարարության կամ քրեակատարողական ծառայության խնդիրը, դա մեր հասարակության խնդիրն է, որովհետև հանցագործություն չկատարելու պատրաստ քաղաքացի ունենալը ի վերջո ապահովում է մեր հասարակության ներքին անվտանգությունը։ Բայց այստեղ ես ուզում եմ, որ մենք այս շղթայի մեջ հավասարապես դիտարկենք նաև պրոբացիայի ծառայությանը, որովհետև այն անձինք, ովքեր պայմանական վաղաժամկետ ազատվում են, հայտնվում են պրոբացիայի ծառայության վերահսկողության ներքո եւ նաեւ պրոբացիայի ծառայության գործընկերների հետ մշտապես այդ հարցը առաջ եմ տանում եւ քննարկում եմ, հնչեցնում եմ։ Տեսեք, կարեւոր է որպեսզի նաեւ պրոբացիայի ծառայությունում այդ աշխատանքները հավասարապես հասանելի լինեն եւ վերասոցիալականացման գործընթացը, այսպես ասած, այդ աշխատանքների շարունակականությունը հավասարապես ապահովի նաեւ պրոբացիայի ծառայության կողմից։ Պրակտիկայում մենք ականատես ենք լինում իրավիճակի, երբ օրինակի համար վերասոցիալականացման եւ վերականգնողական բաժին գործում է միայն պրոբացիայի ծառայության կենտրոնական մարմնում եւ այս առումով մարզերը մի փոքր տուժում են, քանի որ համապատասխան գործառույթներ ունեցող բաժին կամ միգուցե առանձին մասնագետներ չկան եւ ստացվում է, որ կարող է վերասոցիալականացման կարեւորությունը կամ այդ շղթան ինչ որ առումով ոչ թե չգնահատվել, այլ շարունակականությունը չապահովել, բայց կարեւոր է որպեսզի նույն ծավալը հասանելի լինի ինչպես քրեակատարողական համակարգում, այնպես էլ պրոբացիայի համակարգում, եթե օրինակի համար մենք խոսում ենք 19 տարեկաներից բարձր անձանց հանրակրթության մասին, գիտենք, որ դա մեր երկրում բավականին կարևոր ձեռքբերում էր եւ այն անձինք, ովքեր քրեակատարողական հիմնարկում պատիժ են կրում, 19 տարեկանից բարձր են, հանրակրթություն չեն ստացել, կարող են այդ կրթությունը ստանալ, բայց նաև գործնականում լինում են դեպքեր, երբ անձինք պայմանական վաղաժամկետ ազատվում են, բայց քանի որ այդ կարգավորումը վերաբերում է միայն քրեակատարողական հիմնարկում լինելու ժամանակահատվածին, ցավոք դա հնարավոր չի լինում նաև առկա իրավական կարգավորումների համատեքստում ապահովել այն դեպքում, երբ անձը պայմանական վաղաժամկետ ազատվել է։ Սա երևի հակիրճ հարցի հետ կապված։ Եթե կարելի է ճշտում, ովքեր կարող են հավակնել, օգտվել պայմանական վաղաժամկետ ազատման այս կարգավորումից, այսինքն որ հանցանքներին է վերաբերում սա եւ որ դեպքում չի կիրառվում։
Երևի փորձեմ ձեր հարցի պատասխանից գալ, պայմանական վաղաժամկետ ազատման ներկայացման դրույթները սահմանվում են քրեական օրենսգրքով, այսինքն բոլոր այն պատժատեսակները եւ այն բացառությունները, որոնց պարագայում անձը չի կարող դիմել պայմանական վաղաժամկետ ազատման, սահմանվում են քրեական օրենսգրքով, ինչպես նաեւ այն ժամկետները, որի պարագայում անձը արդեն ունենում է իրավունք օգտվել պայմանական վաղաժամկետ ազատման ընթացակարգից եւ անդրադառնալով Տիկին Հովհաննիսյանի նախորդ խոսքին միանշանակ քանի որ պայմանական վաղաժամկետ ազատման որոշումը ի վերջո կայացվում է դատարանի կողմից եւ որպես կողմ հանդես են գալիս նաեւ իրավասու պետական մարմինները, շատ կարևոր է այս համատեքստում եւս նաեւ նոր հայեցակարգի փոփոխության շեշտադրումը, քանի որ արկա իրավակարգավորումների շրջանակներում կազմվող զեկույցը, որը տրամադրվում է քրեակատարողական ծառայության կողմից, ըստ էության մասնագիտահեն եւ հիմնավորումներով հագեցած զեկույց, որպես այդպիսին իրենից չի ներկայացնում, այլ ֆորմալ բալային գնահատումներ են, միանշանակ դրա հիմքում ընկած է դատապարտյալի կողմից վարքի ձեռքբերումները եւ հետընթացները, սակայն կարիքը ակնհայտ է, որ դատարանի կողմից եւս ցանկալի է լսել մասնագիտահեն հիմնավորված դիրքորոշում, որը կներկայացնի քրեակատարողական համակարգը, այս առումով նաեւ հաշվի առնելով այն օբյեկտիվ իրականությունը, որ ի վերջո դատապարտյալի հետ անմիջական աշխատանքները իրականացնում է քրեակատարողական հիմնարկը, առաջարկվել է, որպեսզի այսուհետ նոր հայեցակարգի շրջանակներում դատապարտյալին պայմանական վաղաժամկետ ազատման ներկայացնելու փաստաթղթերը կազմվեն հենց քրեակատարողական հիմնարկի կողմից ի տարբերություն ներկա արկա գործընթացին եւ դրա մեջ ամբողջությամբ ամփոփված պետք է լինի վերահսկողական գնահատման հանձնաժողովի եզրակացությունը, նաև քանի որ խոսվեց պրոբացիայի ծառայության եւ վերահսկողականացման վերաինտեգրման շարունակական գործընթացի կարևորման մասին, ուզում եմ նշել, որ ներկայում նախատեսվում է, որ վերահսկողական գնահատման հանձնաժողովում, երբ որ քննարկման առարկա կլինի դատապարտյալի հենց վերահսկողական անհատական ծրագիրը, ինչ որ փուլից կներառվի նաև պրոբացիայի ծառայողը, ինչը նշանակում է, որ դատապարտյալը արդեն ինչ որ փուլից ծանոթ կլինի պրոբացիայի ծառայությանը եւ նրա վերաբերյալ կազմվող որոշումներին, որոնք կվերաբերեն վերահսկողական ծրագրին, արդեն իսկ պրոբացիայի ծառայության ներկայացուցիչը ներգրավված կլինի, բացի դրանից մենք շատ կարևորում ենք նաեւ համայնքային կառույցների հետ համագործակցությունը եւ ինչը բխում է տրամաբանությունից վերաինտեգրման, վերահսկողականացման, այս առումով եւս փորձում ենք մենք մշտապես ունենալ գործընկերներ, ովքեր նաեւ կփորձեն թոթափել քրեակատարողական հիմնարկների այն ծանրաբեռնվածությունը, որը միտված է տարբեր միջոցառումներ, կրթական ծրագրեր իրականացնելու եւ սա միջազգային լավագույն փորձը եւս ապացուցում է, որ առանց համայնքի աջակցության եւ առանց հասարակական կազմակերպությունների աջակցության հնարավոր չէ լրիվությամբ ապահովել այս գործընթացները, քանի որ ժամանակները միշտ փոխվում են եւ հատկապես մեր ժամանակներում զարգացումները շատ դինամիկ են առաջ գնում եւ քրեակատարողական համակարգը պարզապես ինքնուրույն եւ ներփակված այս գործընթացները իրականացնել չի կարող, դրա համար համագործակցությունը պահանջված է շատ եւ մենք մշտապես կարիք ենք ունենում կոմպետենտ հասարակական կազմակերպությունների ոլորտով հետաքրքրված հասարակական կազմակերպությունների, ինչի հետ կապված եւս քրեակատարողական ծառայությունը տարբեր առաջարկություններ ներկայացրել է Արդարադատության նախարարությանը, ունենալ այդպիսի կազմակերպությունների բանկ, որը կկարողանա մեզ այս գործընթացում աջակցել։ Շնորհակալություն Տիկին Հովհաննիսյան, այս գործընթացում կոռուպցիոն ռիսկեր կարող են առաջանալ, ինչ եք կարծում։ Հարցը մի փոքր սուր է հնչում, իրականում պիտի նշեմ, որ ինքս համակարգում կոռուպցիոն դրսևորումների վերաբերյալ առանձին հետազոտություն որպես այդպեսին չեմ արել եւ եթե հարցը կոնկրետ վերաբերում է պայմանական վաղաժամկետ ազատմանը, չեմ կարող միանշանակ ասել կա կոռուպցիոն
որևէ միտումներ ներկայումս, թե ապագայում կլինեն որևէ կոռուպցիոն դրսևորումներ, այստեղ ուղղակի տեսեք, ես հարցը կդիտարկեի ոչ թե կոռուպցիոն ռիսկերի տեսանկյունից, այլ համակարգի պատրաստվածության տեսանկյունից։ Այստեղ բավականին կարևոր է, որպեսզի համակարգը իր բոլոր ենթակառուցվածքներով, բոլոր աշխատակիցներով եւ բոլոր ծառայողներով լինի նույն տրամաբանության վրա, որովհետեւ օրինակ գործնականում նաեւ հաշվի առնելով, որ կազմակերպությունը բավականին ակտիվ ներգրավված է տարբեր ծրագրերի իրականացման մեջ, հենց տարբեր քրեակատարողական հիմնարկներում, երբեմն ամենատարբեր օղակներում լինում են դիմադրության որոշակի միտումներ եւ իրականում հասկանում ես, որ այո, սա նոր մշակույթ է մեր իրականության մեջ եւ երբեմն ղեկավար կազմը ավելի բարձր պաշտոնում կամ պատասխանատվություն ունեցող անձինք կարող են ամբողջությամբ կիսել գաղափարախոսությունը, բայց ավելի ցածր հաստիկ կամ միգուցե առօրյա աշխատանքով ավելի ծանրաբեռնված անձը, ով ունի մի շարք այլ գործառույթներ կատարելու, իր համար երբեմն դա դիտարկվում է որպես հավելյալ գործառույթ կամ հավելյալ աշխատանք, որը երբեմն կարող է որոշակի դժկամությամբ կատարել։ Բայց սա իհարկե ես դիտարկում եմ որպես նաև համակարգի ներկայացվող առաջարկություն եւ նաև հետագայում աշխատանքները այս ուղղությամբ ավելի ինտենսիվացնելու ուրեմն նաև առաջարկություն, որովհետեւ նաև աշխատանքը պետք է տանել զուգահեռաբար, ինչպես համակարգի ներկայացուցիչների հետ, տարբեր գործառույթներ իրականացնող, այնպես էլ դատապարտյալների հետ, որովհետեւ ի վերջո նաև համակարգի ներսում վերասոցիալականացումը անձին հասարակությանը նախապատրաստելը պետք է լինի գաղափար, պետք է լինի արժեհամակարգ եւ այն անձը, ով պատասխանատվություն է վերցնում իր վրա կատարելու այդ ծառայությունը, պետք է հավասարապես կիսի այդ արժեհամակարգը։ Այսինքն հարցը ես ավելի շատ այս տեսանկյունից կդիտարկեմ եւ բնականաբար նաեւ մասնագետների հետ վերապատրաստման աշխատանքներում, պատրաստման աշխատանքներում շեշտը պետք է դնել հավասարապես զուգահեռաբար նաեւ այս կոմպոնենտի, այս հարցի վրա, որովհետեւ չկա որևէ ծառայող, չկա որևէ աշխատակից, որին հավասարապես չի վերաբերում դատապարտյալին ազատությանը նախապատրաստելը, օրինապահ քաղաքացի պատրաստելը, չկա որևէ ծառայող կամ որևէ աշխատակից, որին չվերաբերի, միգուցե պայմանագրային պարտականությունների մեջ անմիջապես նշված չլինի, բայց դա պետք է լինի գաղափարական եւ արժեհամակարգային մոտեցումը եւ կարծում եմ, որ այս առումով դեռևս աշխատանքներ կան անելու եւ նաեւ կազմակերպությունը իր հետագա ծրագրերում մշտապես պատրաստ է նաեւ այս առումով իր մասնագիտական աջակցությունը ցուցաբերել։ Շնորհակալություն Տիկին Ալեքսանյան, եթե ռիսկերի գնահատման համակարգը դիցուք սխալվի, ինչպես է կրվելու պատասխանատվությունը դիցուք մարդը դուրս է գալիս վաղաժամկետ պայմանական ազատման եւ կրկնահանցագործություն է տեղի ունենում։ Ես կարճ անդրադարձ անեմ նախորդ հարցին, որից հետո արդեն կպատասխանեմ ձեր հարցին, անդրադառնալով կոռուպցիոն ռիսկերի հնարավորությանը, նախ ուզում եմ նշել, որ կոռուպցիոն ռիսկերի նվազեցման լավագույն մեթոդներից մեկը ոչ միանձնյա հանձնաժողովային որոշումների կայացումն է, բացի ինչը արդեն իսկ նշեցի, որ դատապարտյալի վարքի գնահատումը կատարվելու է հանձնաժողովի կողմից, ընդ որում ներգրավված են լինելու այլ մարմնի ներկայացուցիչներ, սա էականորեն նվազեցնում է ռիսկերը, բացի այդ ուզում եմ նշել, որ քրեակատարողական ծառայությունը եւ արդարադատության նախարարությունը իհարկե ունենալու են վերահսկողական մեխանիզմներ եւ պարբերաբար իրականացվելու են ստուգումներ տվյալ գործընթացի անդրադառնալով վերասոցիալականացումը որպես նոր քաղաքականություն պետության կողմից որդեգրված, ուզում եմ նշել, որ քանի որ մոտեցումը նոր է, շատ աշխատակիցների շրջանում իրապես լինում է, որ նրանք դեռևս չեն կիսում այս գաղափարախոսությունը կամ ամբողջությամբ չեն գիտակցում դրա նշանակությունը, սակայն քրեակատարողական եւ երբեմն թյուր տպավորություն է ստեղծվում, որ երբ որ մենք խոսում ենք վերասոցիալականացման մասին, մենք առավելապես
մասնավորապես նախապատվություն եւ շեշտադրում իրականացնում ենք դատապարտյալի իրավունքների վրա, ուզում եմ նշել, որ դա թյուր մոտեցում է, քանի որ հենց քրեակատարողական օրենսգրքով էլ որպես վերահսկողականացման գործոն նշվում է որպես կարևորագույն գործոն անվտանգությունը, այսինքն դատապարտյալի կողմից պարտականությունների իրականացումը եւս ամրագրված է որպես վերահսկողականացման կարևորագույն բաղադրիչ, դա քննարկման ենթակա չէ, ուզում եմ նշել, որ այս առումով մյուս ստորաբաժանումները քրեակատարողական ծառայության ղեկավար անձնակազմի համապատասխան նախաձեռնության շրջանակներում ներկայում օրինակ քրեակատարողական հիմնարկներում անվտանգության ապահովման ստորաբաժանումներում իրականացվում են ներքին վերապատրաստումներ, այսինքն այն ծառայողները, ովքեր ունեն առավել երկար տարիների փորձ, ունեն հմտություններ նոր ծառայողներին վերապատրաստելու, իրենց վրա դրվում է նմանատիպ պարտականություն եւ ոչ միայն անվտանգության, այլ նաեւ պահպանության ապահովման ստորաբաժանումներում իրականացնել ներքին վերապատրաստումներ, բացի դրանից միանշանակ մենք չենք կարող խոսել վերահսկողականացման հաջողությունների մասին, եթե հաշվի չենք առնում քրեակատարողական հիմնարկների շենքային պայմանները եւ մնացած կենցաղի պահման պայմանների ապահովման այն գործոնները, որոնք էական նշանակություն ունեն, այս առումով եւս քրեակատարողական ծառայությունը վերջին տարիների ընթացքում ջանք չի խնայում պահման պայմանների բարելավման եւ դատապարտյալների ազատությունից զրկված անձանց այլ իրավունքների ապահովման համար եւ դրանց լավարկման համար։ Ես ներողություն եմ խնդրում ընդհատելու համար, իհարկե պայմանների մասին խոսեցիք, սակայն հենց դիտորդ խմբի անդամների վկայությամբ այսօր քրեակատարողական հիմնարկներում հիերարխիկ համակարգ է գործում եւ նաեւ քրեական ենթամշակույթն է տարածված, այսինքն մի բան է այդպես քիչ թե շատ կենցաղային պայմանների բարելավումը, մի բան է այն մթնոլորտը, որում մարդիկ են։ Շնորհակալություն դիտորդական խմբի դիտարկումները ներկայացնելու եւ հիշեցնելու համար նախ ուզում եմ նշել, որ պայմանական վաղաժամկետ ազատման նոր հայեցակարգի քննարկմանը, հանրային քննարկմանը դիտորդական խմբից եւս համապատասխան ներկայացուցիչ մասնակցել է եւ ցավոք այդ ժամանակ նրանք իրենց մտահոգությունները չեն հայտնել, իսկ անդրադառնալով իրենց դիտարկումներին, որը վերաբերում է պահման պայմաններին, նախ ուզում եմ նշել, որ նրանց այն մտահոգությունը, իհարկե նրանք մեզ գրավոր եւս ներկայացնում են, մենք գրավորի իրենց նաև պատասխանում ենք, որ քրեական ենթամշակույթի մասին մենք կարող ենք խոսել գերակայության մասին այն ժամանակ, երբ որ տարբեր ազատազրկված անձանց կողմից նախկինում թույլատրվել է, դա գաղտնիք չէ եւ իրենց կողմից իրականացվել են վերանորոգման աշխատանքներ, ներկայում նմանատիպ պրակտիկան բացառված է ընդհանրապես, այսինքն բոլոր վերանորոգումները քրեակատարողական հիմնարկներում իրականացվում է պետության կողմից, իհարկե այս գործընթացում ընդգրկվում են աշխատող դատապարտյալները, ինչը վերահսկողականացման համատեքստում եւս շատ կարեւոր գործոն է, քանի որ դատապարտյալը ընդգրկվում է աշխատանքի, ստանում է վարձատրություն իր ներդրած աշխատանքի եւ ջանքի համար եւ իրականացնում է հասարակամետ գործունեություն, այսինքն հենց իր տվյալ պահին համայնքի համար իրականացնում է բարելավման, բարենորոգման աշխատանքներ, սա եւս շատ կարեւորվում է քրեակատարողական ծառայության կողմից, բայց իսպառ վերացված է նախկին այն արատավոր պրակտիկան, որ ազատությունից զրկված անձինք իրենք էին իրականացնում վերանորոգման աշխատանքներ։ Պետք է նշեմ այս առումով, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեր քրեակատարողական գործող քրեակատարողական հիմնարկներից գրեթե բոլորը ի սկզբանե կառուցված եւ նախատեսված չեն եղել որպես շենք ծառայելու քրեակատարողական հիմնարկ լինելուն, ապա այս առումով բնականաբար կարիքը եւ արկա խնդիրները ահռելի են, սակայն այն ջանքը, որ ներդրվում է քրեակատարողական ծառայության պետության կողմից, դա եւս գնահատանքի արժանի է։ Եվ անդրադառնալով դիտորդական խմբի հնչեցված այն հիերարխիային, ես ենթադրում եմ խոսքը նրա մասին է, որ իրականացվում են ընտրողական վերանորոգման աշխատանքներ, ուզում եմ Ես ներողություն եմ խնդրում վերանորոգման աշխատանքների մասին, չէ՞ այդ հիերարխիկ համակարգում խոցելի խմբերին նվաստացնելու եւ հենց փակ հաստատություններում գտնվող մարդկանց միմյանց հանդեպ նվաստացուցիչ գործողություններով է պայմանավորված ասելիքս։ Նախ ուզում եմ նշել, որ ցանկացած նմանատիպ երևույթ, գիտեք, քրեակատարողական հիմնարկ իրենից ներկայացնում է փակ հիմնարկ եւ այնտեղ ցանկացած դրսևորում
ցանկացած դրսևորման մասին տրվում են համապատասխան հաղորդագրություններ, որոնք ուղարկվում են պետական իրավասու մարմիններին։ Սա նշանակում է, որ ինչպես դիտորդական խումբը, այնպես հետաքրքրված կանխարգելման այլ մեխանիզմներ կարող են հարցումներ իրականացնել եւ պարզել, թե վերջին տարիների ընթացքում ինչ քրեական գործեր են հարուցվել, ինչ հանգամանքներ են եղել, արդյոք հանցակազմ որպես այդպեսին եղել է թե ոչ, ինչպես նաեւ կարող են հարցում իրականացնել ծառայողական քննությունների մասին, քանի որ քրեակատարողական հիմնարկներում խոցելի խմբերի նկատմամբ եւս աշխատանքը շատ կարեւորվում է եւ հաշվի են առնվում բոլոր այն առանձնահատկությունները, որոնք նախ առհասարակ բնորոշ են մեր հասարակությանը, եւ ուզում եմ այս համատեքստում նաեւ նշել, որ մենք ցանկացած բարեփոխման շրջանակներում հենց հատուկ ուշադրություն դարձնում ենք նաեւ խոցելի խմբերի առանձնահատկություններին, ինչը նաեւ ներկայում մեր վերահսկողական գնահատման հանձնաժողովների վերապատրաստման շրջանակներում է նախատեսված հատուկ կարմիր թելով անցկացնել եւ պիլոտավորման մասին, որ ես խոսեցի, վերահսկողական անհատական ծրագրի, դրանում եւս հատուկ ուշադրություն է դարձվում խոցելի խոցելի խմբի անդամ լինելու հանգամանքին, այսինքն եթե դատապարտյալը խոցելի խմբի անդամ է, այս պարագայում հանձնաժողովը պետք է նաև որպես իրականացվող բոլոր գործողությունների համատեքստ հաշվի առնի այդ խոցելիությունը։ Շնորհակալություն, ամփոփիչ հարցերին արդեն անդրադառնանք, Տիկին Հովհաննիսյան, ինչ եք կարծում այն մթնոլորտը, որը կա մեր քրեակատարողական հիմնարկներում, անձնակազմի վերաբերմունքը, պատրաստվածության այն մակարդակը, որը ունենք այսօր, ձեր անձնական ակնկալիքը այս նախագծից ինչ կփոխի այն, համեցեք։ Տեսեք, եթե շատ պրակտիկ օրինակի վրա օրինակով փորձեմ ձեր հարցին պատասխանել։ Եթե մեր գործող ուրեմն ընթացակարգով դատապարտյալը կարող էր պայմանական վաղաժամկետ ազատման ժամանակ միավոր ստանալ առկա վկայականների հիմքով, այսինքն կրթական ծրագրերի մասնակցության թվով վկայականների հիմքով, բնականաբար դա որոշակի նաև տրամադրվածություն էր առաջացնում քրեակատարողական համակարգում, օրինակ նաև որոշակի, այսպես ասած, մոտեցում կարող էր ձևավորել քրեակատարողական ծառայողների, աշխատողների վարքագծում, օրինակ փորձել հասնել մի իրավիճակի, որ դատապարտյալը ունենա տվյալ վկայականը։ Եվ երբ մենք խոսում ենք ձևական բնույթի մասին, բնականաբար մենք նկատի ունենք սա, որ եւ դատապարտյալի համար կարող էր տվյալ պարագայում առաջնահերթ լինել վկայական ունենալը, եւ որպես, այսպես ասած, վերջնարդյունք դա կարող էր առաջնահերթություն լինել քրեակատարողական ծառայողի կամ աշխատակցի համար։ Եվ իրականում, երբ ասում ենք ձևական բնույթ, մենք փաստացի գործնականում նկատի ունենք հենց սա, երբ առաջ ինչ որ մի պարագայում առաջնահերթ էր դառնում վկայականը։ Բայց նաեւ անցած տարի փակ քննարկումների, բաց քննարկումների, նաև տարբեր ձևաչափով առաջարկությունների ներկայացման ժամանակ, նաև հաշվի առնելով այն ծրագրային հենքը, որը կազմակերպությունը իրականացրել էր, մշտապես այդ մտահոգությունը հնչեցրել եմ, որ պետք է գնահատվի օրինակ որևէ ծրագրի բովանդակային մասնակցությունը։ Եվ հիմա երբ մենք ունենք նման մոտեցում, նման ընթացակարգ, երբ գնահատվելու է նաև բովանդակային մասնակցությունը եւ տրվելու է եզրակացություն մասնակցության բովանդակության, այսպես ասած, վերաբերյալ, բնականաբար դա մոտիվացիա է ձևավորելու դատապարտյալի մեջ իր մասնակցության ձևը որոշակիորեն փոխելու։ Դա նաև իր մեջ կարող է ձևավորել որոշակի պատասխանատու վարքագիծ։ Եվ բնականաբար դա մոտեցման այլ մշակույթ է ձևավորելու նաև քրեակատարողական համապատասխան ծառայողի կամ աշխատողի վարքագծում, որովհետև ինքը արդեն գիտի, որ օրինակի համար իր աշխատանքային գործառույթների շրջանակներում իրենից դա է պահանջվում։ Այսինքն ինքը հավելյալ ժամանակ է հատկացնելու, հավելյալ ջանք է ներդնելու, որպեսզի պատրաստի այդ մասնագիտական եզրակացությունը, որոշակի կարծիք ձևավորի դատապարտյալի մասնակցության բովանդակային կողմի վրա։ Եվ բնականաբար եթե մենք զուգահեռաբար օրինակի համար կարևորում ենք նաև վերապատրաստումների իրականացումը, թափուր հաստիկների համալրումը, այդ հաստիկների ավելացումը նաև որոշ պարագայում, մենք զուգահեռաբար նաև համակարգին կպատրաստենք այս գործընթացի, այսպես ասած, ամբողջական եւ բովանդակային իրականացման համար։ Այսինքն գործընթացը ինքնին դրական է նաև քննարկման ժամանակ անցած տարի, այս տարվա սկզբին նախաձեռնված հայեցակարգի ներկայացման ժամանակ նշել եմ, որ
որպես նաև մասնագետ ոլորտում պրակտիկ ներգրաված անձ դրական եմ գնահատում, որովհետև համակարգը այդպիսով փորձ է կատարում դուրս գալ միավորներով կաղապարված ձևական բնույթից։ Այո, հասկանալի է, շնորհակալություն։ Տիկին Ալեքսանյան, նախագծի կիրառման դեպքում ինչ արդյունքներ եք ակնկալում, կան չափելի ակնկալիքներ։ Նախ կուզեմ անդրադառնալ նախորդ հարցին, ուզում եմ նշել, որ այս համատեքստում, ինչպես արդեն նշեցի, նոր հայեցակարգը նպատակ ունի նաև մինիմալիզացնելու արհեստական մասնակցությունները եւ ձևական բնույթի մասնակցությունները, քանի որ եթե ի սկզբանե դատապարտյալի մոտ նմանատիպ միջոցառումների, կրթական ծրագրերի կամ մասնագիտական աշխատանքների մասնակցելու կարիք չի գնահատվել, այս համատեքստում բնականաբար նրա չմասնակցությունը չի կարող գնահատվել որպես բացասական դինամիկա։ Ուզում եմ նաև նշել, որ վերջերս իրավական կրթության եւ վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոնի կարգում քրեակատարողական ծառայության առաջարկի հիման վրա կատարվել է փոփոխություն եւ այսուհետ քրեակատարողական հիմնարկը, քրեակատարողական ծառայությունը ունեն իրավասություն ՊՕԱԿ-ին դիմել եւ ստանալ դատապարտյալի կամ ազատությունից զրկված կալանավորված անձի վերաբերյալ նրա կրթական ծրագրի մասնակցության վերաբերյալ բովանդակային գնահատական, այսինքն բացի նրանից, որ դատապարտյալը ապահովում է մասնակցությունը եւ ստանում է հավաստագիր միայն չբացակայելու հիմքով, դա բավարար չէ նաեւ քրեակատարողական ծառայությունը եւ մենք այսպիսի իրավանորմի շնորհիվ հնարավորություն ենք ունենալու ստանալ բովանդակային գնահատում եւ այն փոփոխությունները, որը արդեն ծրագիրը իրականացնող մասնագետը կկարողանա մեզ ներկայացնել։ Ուզում եմ նաև նշել, որ նոր հայեցակարգում որպես վերահսկողականացման գործոն գնահատման ենթակա կետ առանձնացվել են նաև մասնագիտական աշխատանքները, ընդ որում ինչպես անհատական, այնպես էլ խմբային, ի տարբերություն կրթական, լուսավորչական, մշակութային եւ այլ միջոցառումների, ինչու՞մ է սրա կարևորությունը, որ մենք նախատեսում ենք եւ ներդնում ենք հենց մասնագիտական ծրագրեր, որին մասնակցությունը կապված է լինելու դատապարտյալի վերահսկողականացմանը, ուստի նրա կողմից մասնագիտական ծրագրերին մասնակցությունը ավել միավորով է գնահատվելու այս համատեքստում նրա վարքի դրական դինամիկան, քան օրինակ միջոցառումներին մասնակցությունը, քանի որ դրանք մեկանգամյա շարունակական բնույթ չկրող միջոցառումներ են, սակայն դրանց մասնակցությունը եւս շատ կարեւոր է եւ գնահատման նոր հայեցակարգը մեզ հնարավորություն է տալու նաեւ լինել ճկուն, քանի որ առկա պայմաններում մենք ունենք մի իրավիճակ, որ ազատությունից զրկված անձը, հատկապես երկարատև պատժաչափերի պարագայում հնարավոր է պատժի կրման ընթացքում որևէ փուլում ունեցած լինի որևէ մասնակցություն եւ դա որպես փաստ ֆիքսվում ու հետագա նրա վարքի դինամիկայում մենք հնարավորություն չենք ունենում գնահատել այս պահին նրա ակտուալ վարքը, ուստի այս առումով նաեւ միջոցառումների մասնակցությանը մենք հնարավորություն կունենանք տալ անհատական մոտեցման շրջանակներում գնահատական, այսինքն մի ազատությունից զրկված անձը, ով մասնակցած կլինի 10 միջոցառման, գուցե դա բավարար չգնահատվի մասնագետի կողմից իհարկե ներկայացնելով համապատասխան հիմնավորումներ եւ բավարար գնահատվի մեկ այլ դատապարտյալի կողմից օրինակ 5 միջոցառման մասնակցությունը։ Սա եւս մեր կարեւորագույն շեշտադրումն է, որ բովանդակությունը շատ ավելի կարեւոր է, քան քանակական տվյալները։ Անդրադառնալով ձեր հարցին, կանխատեսումը կայանում է նրանում, որ պատժից պայմանական վաղաժամկետ ազատված դատապարտյալների թվի աճ կունենանք եւ կրկնահանցագործությունների թվի նվազում կունենանք։ Մեր նախնական կանխատեսումը նրանում է, որ այդ ազատումը չի լինի ձևական բնույթի եւ մենք կանխատեսում ենք, որ այն ակտերը, դատական ակտերը, որ կկայացվեն եւ դատապարտյալի վերաբերյալ կկայացվի որոշում պայմանական վաղաժամկետ ազատվելու, տվյալ դատապարտյալները հետագայում որպես նոր հանցանք կատարած անձ չեն վերադառնա քրեակատարողական հիմնարկ։ Ուզում եմ նաեւ նշել, որ ներկայում Արդարադատության նախարարության կողմից մշակվում է ռազմավարություն համապատասխան, որի կարևորագույն կետերից մեկը նաև հենց կրկնահանցագործությունների կրճատումն է լինելու, այսինքն այս համատեքստում եւս նոր հայեցակարգին անդրադարձ իրականացվելու է։
Շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար։ Հարգելի ունկնդիրներ, հիշեցնեմ, որ մեդիա կենտրոնում քննարկում ենք պայմանական վաղաժամկետ ազատման նոր կարգավորումներ, ինչ է փոխվելու, եւ մեր բանախոսները հույս հայտնեցին եւ վկայեցին, որ փոխվելու է կարևոր բան, այսինքն անցում ձևից բովանդակությանը, եւ մեր տաղավարում էին քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի սոցիալական, հոգեբանական եւ իրավական աշխատանքների բաժնի պետ Ցողիկ Ալեքսանյանը եւ իրավական նախաձեռնությունների կենտրոն հասարակական կազմակերպության նախագահ Նարէ Հովհաննիսյանը, եւս մեկ անգամ շնորհակալություն եւ հաջողություն ձեզ։